Բարի երեկո հարգելի գոլեգաներ, հարգելի հյուրեր, այսօր մենք միասին մոտ մի ժամ պլյուս մինուս կաշխատենք, ես Հայկ Ալեքսանյանն եմ, ովքեր չի ճանաչում 22 տարի արդեն բիզնես ոլորտի մեջ եմ, վերջի 5 տարին խորացված աշխատում եմ ներդրման ոլորտում, անշարժ գույք և իհարկե կրիպտոարժույթներ, հիմա մի փոքր կպատմեմ այդ մասին, որպես հասկանաք ինչի համար եմ ես այդ շուկան, այդ ոլորտը ավելի խորացված հիմա ես ուսումնասիրում։ Եվ այսպես միացնենք մեր սլայդները, ես համար պատրաստել եմ սլայդներ, Եվս մի անգամ փորձենք ոնց է երևում սլայդները, եթե ամեն ինչ նորմալ է երևում իմ սլայդը, դրեք պլյուս, դրեք 5 կամ պլյուս, վсё, միայնայն կարնեի մոտ, մի քիչ աշխուժ, հարգելի գոլեգաներ ջան, բարեկամներ ջան։ Վсё, այսօրվա մեր թեման բլոկչեյն եւ սմարթ կոնտրակտ, խելացի պայմանագիր։ Իդեպ որ ինձ ուզում եք գտնի Instagram-ում, խնդրեմ կարող եք QR կոդով ինձ գտնեք Instagram-ում, այնտեղ է շատ լավ ինֆորմացիաներ կարող եք համար քաղեք, որ առաջակարգի ճանաչում եք։ Եվ այսպես երեք միասին այս մասին մի քիչ քննարկենք, մի քիչ պատմեմ ինչ համար եմ այս ոլորտը հիմա որոշել ձեզ համար տրամադրել, քանի որ սա լուրջ ոլորտ է եւ ես այս վերջերս շփվելով մարդկանց հետ հասկացա, որ մարդիկ ուղղակի լսել են բլոկչեյն բառը, լսել են smart contract-ը, bitcoin-ը, bitcoin-ը, բայց դե կոնկրետ ինչ է դա, ես համոզված որ 98%-ը մեր ժողովրդի ոչ միայն հայերի իհարկե, թեկուզ մյուս ազգերի տեղյակ չեն, ուղղակի լսել անգաջի կոչով։ Դրա համար ես այսօր ավելի մանրամասն ձեզ կպատմեմ այս ինչ բան է բլոկչեյն, սմարթ պայմանագիր, ինչ բան է կոինը եւ տոկենը, ինչ ձևի կան կրիպտո արժույթների բորսաներ, մի խոսքով հերթով։ Եվ այսպես գնացինք առաջ։ Այսօր դուք իմանաք ինչ է բլոկչեյնը, երբ եւ ում կողմից է ստեղծվել, ինչպես է այն աշխատում, ինչով է տարբերվում կոինը և տոկենից, ինչ է խելացի պայմանագիրը, այդ smart contract-ը, ինչ է իրենց ներկայացնում կենտրոնացված և կենտրոնացված կրիպտո բորսաները, ինչով են մեկը մեկից տարբերվում, ինչպես կարելի է գումար վաստակել կրիպտո բորսաներում, և իհարկե մենք խոսենք նաև ռիսկների մասին, քանի որ կրիպտո արժույթը դա բարձր եկամուտաբեր ոլորտ է, բայց նաև շատ ռիսկային ոլորտ է։ Եթե մենք չհասկանանք որտեղ ենք գումար դնում եւ այդ կրիպտո արժույթը ինչ է ներկայացնում եւ ինչով է դա աշխատում, մենք մեր գումարը կարող ենք կորցնել վայրկենական։ Գնացինք առաջ։ Բլոկչեյն, սովորական գիտեք որ բլոկչեյնը իմացել ենք, բայց ինչ է, սա երկու բառից է բաղկացած, բլոկ եւ chain, ցիպոչկա, շղթա։ Այսինքն ամբողջ այս համակարգը մեկը մեկով ծրագրերի միջոցով փոխկապակցված են, այսինքն չկա մի հատ ընդհանուր սերվեր, որտեղ որ ձեր բազան է, տվյալներն են, այլ այդ ընդհանուր սերվերի տեղը մի քանի միլիոնավոր կան կրիպտո համակարգիչներ, որոնք մեկը մեկի հետ կապված են, բայց մեկը մեկին տեղերը չեն ճանաչում։ Դրա համար այս մի քիչ լուրջ ոլորտ է սա։ Եվ այսպես ինչ է բլոկչեյնը։ Երեք մի քիչ դրա մասին խոսենք։ Բլոկչեյնը դա տվյալների շտեմարան է, որը միաժամանակ պահվում է ինտերնետում միմյանց հետ կապված բազմաթիվ համակարգիչների վրա։ Այն մշտապես թարմացվում է եւ հասանելի է բոլոր օգտատերերին։ Ուրեմն ասեմ, յուրաքանչյուր 10 րոպեն մեկ այդ բլոկը թարմացվում է։ Կատարելով որոշակի գործողություն այդ ծրագիրը 10 րոպե մեկ թարմացվում է։ Եվ հնարավոր չէ այդ մեջի տվյալները փոխել, խաբել, ջնջել, չկա տարբերակ։
Շնորհիվ իր հիմնական սկզբունքների, այսինքն հրապարակայնության, թափանցության եւ պաշտպանության բլոկչեյնը այսօր իրականացվում է ոչ միայն բանկերում, իհարկե ոչ մեր երկրի, շատ երկրներում արդեն բանկեր օգտագործում են բլոկչեյն համակարգը, տեխնոլոգիան, այլև բանկերից բացի հեռու ֆինանսական կազմակերպությունները արդեն օգտագործում են բլոկչեյն տեխնոլոգիան։ Հիմա բերեք մի փոքր պատմություն, իմանանք, թե երբ եւ ում կողմից է ստեղծվել բլոկչեյնը։ Բլոկչեյնը ստեղծվել է, դա կարդում եք ստուգեք ձեզ համար, ինտերնետում դա թափանցիկ ինֆորմացիա է։ 2008-2009 թվականներին անանուն անձիկան մի խումբ անձանց կերտարանով մենք գիտենք, որ ստեղծվել է Ոմա Սատոշի Նակամոտո։ Հիմա դա մի հոգի է, մի հատ ինչ-որ ծրագրավորողների մենադան ինտուզիաստների խումբ է, ճապոնացի, հայ, ռուս է, այս ստեղծողը մինչև այսօր ոչ ոք նրա մասին չգիտի եւ չի տեսել։ 2008 թվականի հոկտեմբերի լույս տեսավ հենց ֆորումներում, ինտերնետում առաջի Bitcoin peer-to-peer electronic cash system-ը, այսինքն սպիտակ գիրքը, որտեղ որ հետեւյալ Ոման Նակամոտոն մանրամասն գրել էր ամբողջ այդ մաթեմատիկորեն հաշվարկները, ինչպես պետք է աշխատի եւ այլն։ Եվ առաջի 2009 թվականի հունվարի 3-ին առաջի կատարվեց առաջի Bitcoin այդ բլոկչեյնի ցանցը, առաջի բլոկը աշխատեց, այսինքն mining-ը։ Տեխնոլոգիան առաջարկել է ապակենտրոնացված տվյալների բազա առանց միջնորդների անհրաժեշտության։ Այսինքն այստեղ համակարգը աշխատում է առանց մարդկային գործոնի։ Չկա մարդ, որ ձեր տվյալները ավելացնի, ջնջի, տեղափոխի, կերտի, չկա նման մարդ։ Մինչև այսօր այդ բլոկչեյն համակարգը աշխատում է առանց մարդկանց, ավտոնոմ։ Հիմա բերեք մի քիչ հասկանանք ինչ կապ ունի բլոկչեյնը եւ բիտկոյնը։ Ասեմ հարգելիներս, մի հատ կուզենայի փոքր այստեղ իմանայիք ով է ծանոթ մինչև այս մեր հիմա հանդիպումը, ով է ծանոթ բիտկոյնի հետ։ Գերեք մեծ հինգերը իմանամ այս մեր լսանից քան հոգին են ծանոթ, արել են, չեն արել, լսել են, գերեք հինգերը։ Ահա մի հոգի տեսա, ելով է ծանոթ։ Ովքեր որ ծանոթ են ռեալ, ոչ թե լսել, այլ ռեալ ծանոթ են ինչ բան է բիտկոյնը, գերեք 5, ովքեր որ ծանոթ չեն, գերեք 2։ Նորմալ է։ Ովքեր որ ծանոթ են, գիտեն ինչ բան է բլոկչեյն, բիտկոյնը 5, ով որ չի լսել, չի գերեք 2։ Շատ շնորհակալություն։ Հիմա նայեք, ասեմ հարգելիներս, շատերը շփոթում են իրար են շփոթում բլոկչեյնը եւ բիտկոյնը։ Բլոկչեյնը դա տեխնոլոգիա է, կրիպտոարժույթ չէ, բիտկոյնը դա կրիպտոարժույթ է, այսինքն բլոկչեյնը դա աշխված ռեեստրի տեխնոլոգիա է, այսինքն թվային տվյալների բազա է, իսկ բլոկչեյնը, իսկ բիտկոյնը այս տեխնոլոգիայի վրա աշխատող առաջին կրիպտոարժույթն է։ Բլոկչեյնը ծառայում է որպես անվտանգ եւ թափանցիկ հիմք, որը պահում է բիտկոյնների բոլոր գործարքների գրառումները, պատրաստելով բանկերի անհրաժեշտությունը, այսինքն պարզ բառերով բլոկչեյնը դա մի գիրք է, մադիան, հաշվապահության մադիան, բիտկոյնը այդ մադիանի մեջ գրառումներն են, որպեսզի պատկերացնեք, օքեյ։ Ուրեմն հիմքը, բլոկչեյնը այն հիմքն է, որի շնորհիվ բիտկոյնը գոյություն ունի։ Mining-ի արվում, փոխանցվում է, գերեք խնդրեմ նորից եւս մի անգամ, ով է լսել, ասում են mining, բիտկոյնը հանվավ, mining արվավ, ով է լսել։ Գերեք 5 ով լսել է mining-ի մասին, իսկ գերեք 2 ով չի լսել, ինչ բան է mining։ Okay, շատ լավ է, okay, շատ լավ է։ Ունենք mining դա նշանակում է հանկից ինչ-որ հանել, դաբիճա։
miner, անգլերեն բառերից է։ Իսկ եթե մենք վերցնենք, որ Bitcoin-ը դա ցիֆրավոր թվային ոսկի է եւ կա հանք, հիմա կասեմ դա հայավարի եւ կա հանքից հանող, հանկափոր։ Ուրեմն նշեք ձեր մոտ, որ Bitcoin-ը ստեղծվել է ի սկզբանե 21 միլիոն հատ Bitcoin, այսինքն այդ կոդի մեջ գրված է 21 միլիոն։ Այո, շնորհակալություն, հարգարժան։ 21 միլիոն եւ յուրաքանչյուր մաներները, այսինքն այդ հանքից հանողները, ովքեր որ իր մեծ հսկա ունին անգարներ 2010 թվականներին կարելի էր սովորական տունը նստած, այսպես սովորական համակարգիչով այդ ծրագիրը, մաների ծրագիրը միացնել եւ դուք մասնակցեք այդ process-ին, դուք ամեն 10 րոպեին մեկ ձեր գործողության շնորհիվ ձեր համակարգիչին ստանայք որպես պարգևադրության կերպով 50 հատ Bitcoin, այո։ 2000 մինչև 12 թիվը ամեն 4 տարի մեկ այդ պարգևադրության այդ թիվը քչանում է, 2 անգամ քչանում է։ Առաջի ժամանակ շատ արագ եղել, որտեղ այն ժամանակ այդպես չկար այդ գաղափարը, եւ այս սատոշինական մոդելը դրա համար է տարածել, որովհետեւ դուք մասնակցեք այդ process-ին, այսինքն ձեր համակարգիչը միացնեք, մեկին միացնեք եւ դառնաք miner, որովհետեւ աշխատեց համացանցը։ Եվ 4 տարի մեկ այդ պրեմիան պարգևադրությունը քչանում է 2 անգամով։ Առաջի 4 տարին եղել է 50 հատ, 16 թիվը դա կոչվում է halving, այսինքն մասնադում։ Տարավ արդեն նույն գործողության համար եղավ 25 հատ, հետո տարավ արդեն 12.5, 20 վերջի halving-ը եղել է 24 թվականին։ Հիմա մյուս այդ մասնադումը սպասվում է 28 թվականին եւ ամեն 4 տարի մեկ ավելի դժվարանում է եւ ավելի քիչ է դուրս գալիս հանքերից եւ արդեն այդ պարգևադրությունը արդեն քիչ է տալիս այդ մաներներին համակարգը։ Ինչ որ է, հիմա ներկայացին արդեն 95%-ից արդեն ավել, արդեն հանված է, այսինքն 21 միլիոնից արդեն մինչև այսօրս 19.5 միլիոն Bitcoin արդեն հանված է mining-ից։ Ինչ բան է հանված է mining-ից, արդեն մարդկանց ձեռքերում է, բիրժաների մեջն է, ազատ կարող ես առնես, վաճառես, չկա հանքի մեջը։ Եվ հիմա կասեք, եթե 17 տարվա մեջ հանված է հայճան 21 միլիոնից 19.5 միլիոնը, ուրեմն էլ բան չմնաց, ուրեմն մեր տարի երկուսը վերջ։ Հիմա կզարմանաք, կարող եք գրեք chat GPT-ին կամ տակ ինֆորմացիա հարցնեք Google-ին, թե վերջի Bitcoin-ը երբ է հանվելու հանքից ճակերտավոր։ Եվ դուք իմանաք եւ կզարմանաք, պատրաստ եք վերջի Bitcoin-ը 21 միլիոն երրորդ Bitcoin-ը հանքից ճակերտավոր կհանվի 2140 թվականին։ Զարմացաք, քանի գնում է այդ 4 տարի մեկ այդ դժվարանում է process-ը, դանդաղանում է process-ը եւ արդեն այդ պրեմիան ավելի քչանում է։ Դա համար այս դեպի հաշվարկը։ Եվ ինչ որ այն, սա պարզ է, սա մի քիչ Bitcoin-ի մասին, mining-ի մասին խոսեցինք եւ իհարկե փոխանցումներ, կարող եք մտնեք արդեն բորսա, առնեք Bitcoin, առնեք, վաճառեք, պահեք ձեր սրաբաբանակի վրա եւ այլն։ Գնացինք առաջ, անվտանգությունը, Bitcoin-ի փոխանցումների վերաբերյալ տվյալները բլոկներում անփոփոխ են, չկա տարբերակ, չունեք տարբերակ, կերձեք, խաբեք, գցեք, փչացնեք, չկա։ Քանի որ յուրաքանչյուր նոր բլոկ կապված է այն հին նախորդ բլոկի հետ։ Հիմա պատկերացրեք, մի բան եմ ցույց տալու, որպեսզի պատկերացնեք։ Հիմա պատկերացրեք, երևում եք տեղարս։ Եթե այո, ասեք որ այո, գրեք մատեմ 5։ Դուք հաշվապահ եք, ունեք խանութ, ձեզ համար
Եվ հիշեք հին տարաշրջանի նման չկա հիմա օնլայն, չկա համակարգիչ, դուք ձեր տերակը ունեք հաշվետվության եւ ամեն օր գրում եք պրիխոդ, ռասխոդ, գրեցիք։ Եվ հաշվենք, որ ձեր այսօրվա օրվա վերջին գործարկը $100 ձեզ տվել է Պողոսը։ Հիշեցիք, հաջորդ օրը գալիս եք դուք աշխատանքի եւ նոր ձեր էջը չեք սկսում մաքուր թղթից, այլ այդ վերջի, երեկվա վերջի Պողոսի տրված $100 գործարկը տեղափոխում եք հաջորդ օր առավոտյան եւ ձեր առավոտյան օրը հաշվետվության սկսում է երեկվա վերջի գործարկից $100 տվել է Պողոսը։ Գրավ տվեց արավ եւ դուք օրվա վերջում $200 փոխադրել եք ինչ-որ մեկի, չգիտեմ։ Երրորդ օրը եւ դուք ձեր օրը սկսում եք այն ձեր հաջորդ օրվա վերջի ձեր $200 փոխանցումով եւ այնպես վերջի ձեր փոխանցման գործարկը հաջորդ օրը սկսում է նոր ձեր թղթից։ Հասկացեցիք, այս դա է բլոկչեյն վերջի գործարկը կբացեն այդ նոր հաջորդ բլոկի գործարկին եւ յուրաքանչյուր բլոկ 10 րոպեն մեկ թարմացվում է։ Պատկերացրեք, 10 րոպե մեկ թարմացվավ, մեկը մեկին շղթայի պես կբացեն եւ հազարավոր միլիոնավոր ցանցում միացած համակարգիչների մեջ նույն ձեր տվյալները անմիջապես երևում են աշխարհով մեկ։ Եվ դուք որևէ ուզենաք որևէ գործարք ինչ-որ չեղարկեք, խաբեք, չտաք այդ փողը կամ գրեք 200, գրեք 300 ուղեք, կանք էստեղ ուղեք վերագի մեջը։ Բայց համակարգի մեջ որպես ես ուզենամ ուղղեմ վերջի գործարկս անեմ մախինացիա, ես պետք է առաջինը հաստնեմ այդ 10 րոպեվա մեջ անեմ այդ մախինացիան, եւ երկրորդը ես պետք է հասնեմ միլիոնավոր մարդկանց, որ չեմ ճանաչում, զանգեմ գտնեմ իրանց համակարգիչների մեջ նույն այդ մախինացիան, պետք է անեմ բոլորը, որ նոր արդեն ստացվի ձեր մախինացիան, որը անհնարին է։ Դրա համար բացակայությունը միջնորդների ասեցի արդեն բլոկչեյնը թույլ է տալիս ձեզ ուղարկել բիտկոին կրիպտոարժույթ ուղղակիորեն ամրագրելով գործարկների համակարգիչների ցանցում, այլ ոչ թե բանկում։ Եվ թափանցիկություն բիտկոինի բոլոր գործարկների պատմությունը հրապարակային է եւ բաց է ստուգման համար, որն ապահովում է ցանցի վստահությունը։ Բիտկոինը արժույթ է, երեմասում կարճի հայավարի բլոկչեյնը դա տեխնոլոգիա է, որն ապահովում է իր աշխատանքը եւ հուսալությունը։ Հետո միջև այստեղ ամեն ինչ պարզ է, նա տեսնեմ ձեր պլյուսիկները կամ տասերը, հետո ամեն ինչ պարզ է, հասկանալի է, գրեք։ Հա, այստեղ արդեն սաղ հաշվեց, պարզ է, օքեյ, շնորհակալություն։ Եվ այսպես, ինչպես է աշխատում բլոկչեյնը։ Բլոկչեյնը, էլ եմ ասում, դա տեղատվություն է, գրվում է բլոկների մեջ եւ բլոկը լսված է, բլոկը արդեն լսված է, այն միանում է նախորդին, կազմելով շարունակական շղթա, որոնց ասեցի, տեղակից վրա։ Ապա կենտրոնացում, այսինքն չկա այստեղ մարդկային գործում։ Ռեստերը պահվում է ոչ թե բանկում, բանկային սերվերի վրա, այլ միաժամանակ հազարավոր, միլիոնավոր համակարգիչների վրա նույն տվյալները, նույն բազան։ Սա անհնար է դարձնում տվյալների ջնջումը կամ կեղծումը առանց մնացածի իմաստության։ Փոփոխություն փոխել մեկ գրառում անհնար է, քանի որ պետք է փոխել այդ հեշը, այդ կոդը բոլոր հաջորդ բլոկների մեջ, որ անհնար է։ Հիմա բերեք մի քիչ խոսեք ինչու են բոլորը խոսում բլոկչեյնի մասին։ Գրարկիրը
Միջնորդների բացակայություն, չկա միջնորդ, կարելի է գործարքներ, փոխանցումներ իրականացնել ուղղակիորեն պրյամը օգտագործողների միջև բացառությամբ բանկերի, նոտարների կամ պետության։ Բարձր անվտանգություն, տվյալները պաշտպանված են գաղտնագրությամբ, խեշ է կոչվում դա։ Կոդ մեկ համակարգիչ է կոդելու ժամանակ դա ոչ մի չի փոխում ամբողջ ցանցի մեջ, այնպես որ մի վախեցեք։ Հանրային բլոկչեյններում ցանկացած օգտվող կարող է ստուգել գործարքների պատմությունը։ Ես վերջում ով միջև վերջ կմնա ցույց կտամ մի քանի բլոկչեյնների сайт եւ մեկի մեջ կարող է ցույց տամ ինչպես կարելի է ստուգել հենց ձեր եթե ունեք կրիպտո արժույթ տվյալ համացանցում ինչպես կարելի է ստուգել ձեր փոխանցումը։ Դա համար միջև վերջ մնացեք, ամեն ինչ կարգեմ։ Գնացինք առաջ։ Արագություն եւ հուսալիություն։ Վճարների նվազում եւ միջազգային փոխանցումների արագություն։ Այսինքն միակ սեղմելով отправить բուկվալն մի քանի վայրկյանվա, մի քանի րոպեվա ընթացքում, եթե ցանցը տրամաբեզված չէ, բլոկչեյնը ձեր ուղարկված այդ կրիպտոարժույթը անմիջապես տեղ է հասնում անկախ քանակից, անկախ այդ տվյալ ստացողի երկրից, անկախ բնակության վայրից, անկախ իր մաշկի գույնից, անկախ թե ինքը հարգադիր է, ալիմետ մուտող չէ, փախած է, փախած չէ, ոչ մի տվյալ, ոչ մի տեղ չի երևում, քանի որ խեշը հաշվի այդ կոդը ուղարկում է կոդին եւ չեն հնարավոր չէ ստուգել ով է ում փոխանցում այդքան միլիոն դոլարի բիտկոին օրինակի համար։ Գնացինք առաջ։ Հիմա ամենակարևորը, ասեք խնդրեմ եւս մի անգամ գրեք ով գիտի տարբերությունը ինչ է նշանակում coin եւ token, ինչով է տարբերվում։ Եթե գիտեք, գրեք 5, եթե չգիտեք, գրեք արխային 2 կամ 1։ Քանի որ շատերը մինչև այսօր, ովքեր դաժե մի քիչ ծանոթ են կրիպտոարժույթների հետ, ունեն ինչ-որ արժություն, մինչև այսօր շփոթում են coin-ը token-ից։ Այդ հասկացա Միքայելը 5 հանած 2, այսինքն գիտեմ ու չգիտեմ։ Անուշտան դուք գիտեք ինչով է տարբերվում coin-ը token-ից։ Ես համոզված չեմ։ Եթե գիտեք դրեք 5, եթե չգիտեք դրեք 2, մի համաչեք։ Ես եմ մինչև այս վերջի քարտարները, մինչև այս խորանալը այս ոտմեջ, ես չգիտեի դա ինչ բան է։ Ես գիտեմ։ Շատ բարի, օքեյ։ Քանի որ մենակ Անուշն ու մենակ ես գիտեք, մեկ է, Նիկայելը, չգիտեմ, կիսով չափ։ Դրա համար ես հիմա կասեմ։ Ուրեմն տեսնում եք լոգոտիպի վրա երևում է այդ դերինը ծաղկումը coin-ը, այդ բան Bitcoin-ն է, այդ Rhombig-ը Ethereum-ն է, այն BNB-ն դա Binance-ի BNB-ն է, այն Sun այդ Solana, Tron։ Այս կողմում ես առանձնացրել եմ token-ները USD, USDC կամ տարբեր token-ներ, որոնք հիմնական չեն օգտագործվում։ Հիմնական մեծ ծանոթ օգտագործվող token-ներից են USDT, USDC։ Դա կրիպտո դոլարներն են։ Հիմա դրա մասին մենք խոսենք ավելի մանրամասն հայավարի։ Եվ այսպես։ Բերեք ես սկզբից մի քիչ մանրամասնեն ինչ է coin-ը։ Ովքեր որ գիտի, թող ավելի լավ իմանա։ Ովքեր որ չգիտի, թող իմանա կամ զարմանա։ Ուրեմն coin-ը, դա թարգմանված կոչվում է coin, մոնետա, դրամ։ Ունի սեփական բլոկչեյնը։ Ել եմ ասում, հարգելիներս, լսում եք ուշադիր։ Coin-ը ունի իր սեփական բլոկչեյնը։ Պլյուս coin-ը օգտագործվում է ցանցում որպես փոխանցման միջնորդավճար, կոմիսիա։ Գազ է կոչվում, ով որ մի քիչ ծանոթ է, կոչվում է գազ։ Համարվում է բլոկչեյնի հիմնական արժույթը։
ցանցը չի կարող աշխատել առանց դրա։ Օրինակներ հիմա մենք ունենք ամենահին առաջի մեր հերոսը դա արդեն լսեցիք Bitcoin-ն է, հետո Bitcoin-ի հիման վրա ստեղծվեց Ethereum-ը իր blockchain-ով ստեղծողի մասին մենք արդեն գիտենք, Վիտալի Բուտերին, ինքը ռուս է ազգությամբ, բայց ծնվել է, մեծացել է, ապրում է Կանադայում։ Մյուսը գիտենք BNB, դա Binance-ի coin-ն է, BNB token չէ, BNB coin է, քանի որ Binance-ն ունի իր սեփական blockchain-ը։ Solana-ին է, Tron-ը, TRX։ Սրանք հարգելիներս coin-ներ են, քանի որ այստեղ coin-ների հիմքը blockchain-ն է, տեխնոլոգիա։ Եթե ես կարտեղը պարզ էր, մատ կուզունամ տեսնեմ ձեր հինգերը։ Իսկ ես միջև ձեր հինգերը գրելը, արդեն կասնեմ հաջոր սլայդին։ Շնորհակալություն։ Իսկ հիմա բերեք խոսենք տոկենը, ինչով է տարբերվում։ Տոկենը աշխատում է ուրիշի բլոկչեյնի վրա, ասկը ստեղծված է ուրիշի բլոկչեյնի վրա։ Տոկենը իր սեփական բլոկչեյնը չունի, համար տոկենը։ Այսինքն տոկենը, այս ժետոնը, ռուսերեն տոկենը, ստեղծված է ուրիշի բլոկչեյնի ներսում, սեփական բլոկչեյն չունի, փոխանցման վճարները վճարում են այդ ցանցի կոինով, ոչ թե տոկենով, կախված է այդ բլոկչեյններից, որտեղ գտնվում են։ Օրինակ, ել եմ ասում, անճանաչված մեզ համար տոկեններից են օգտագործվող, որը մենք համարում ենք կրիպտոդոլարներ, կոչվում է USDT, USDC։ Սրանք ծագումով նման են, բայց նույնը չեն։ USDT-ն, USDC-ն տարբեր ընկերության ստեղծող տոկեններն են, միշտ արժեն $1, մի USDT-ն հավասար է $1, այսինքն կրիպտոդոլարի stable coin է կոչվում այդպես մեր բառերով։ Բայց դուք ուզենաք USDT-ն exchange USDC-ով մեկին չի համարժեք դառնալ։ Մեկ USDT կարող է դες մեկ USDT-ի դիմաց դա exchange-ը 0.99 USDC կամ հակառակը ուզում եմ USDC-ն փոխանակեմ USDT-ով։ Մեկ USDC-ն հավասար կլինի 1.01 օրինակի համար USDT։ Փոքր չնչին տարբերություն կա, բայց երկուսն է համարում են stable coin, այսինքն stable coin։ Հիմա ասեմ մի լավ նորություն։ Հիմնական SNG-S կոմի ժողովրդի համար, մեզ համար շատ հարմար է օգտագործել USDT։ Իսկ Ամերիկա, այդ Սևերն Ամերիկա, Բրազիլիա, այդ կոմի Եվրոպայի ժողովրդի համար շատ հարմար է USDC-ն, քանի որ USDC-ն դա Coinbase ընկերության կողմից ստեղծված, ամերիկյան Coinbase-ի ստեղծված տոկենն է, եւ ասեմ ձեզ նորություն, ով չգիտեմ մինչեւ այսօր, անցած տարի Տրամպը ստորագրեց օրենք, որ USDC-ն արդեն հիմա ուժի մեջ է մտել եւ Ամերիկայում եւ եվրոպական երկրներում, այլ եվրոպացիները նայեցին Տրամպի քանի քնածին, կարելի է ֆոնդերը, որոշ բանկերը իրենց արդեն որպես ակտիվ դոլարներ պահեն USDC-ով, ոսկու փոխարեն, այսինքն թվային ոսկու տեղը պահեն հենց USDC-ով առնեն։ Դրա համար հիմա արդեն USDC-ն լավ համբավ ունի եւ կամաց արդեն շուկան լավ զբաղեցնում է։ Եթե առաջ մենակ USDT-ն էր համար 1, հիմա արդեն USDC-ն է արդեն 30% շուկայի, արդեն նա է զբաղեցնում։ Սա ուղղակի ձեզ նորություն, ինֆորմացիա։ Գնացինք առաջ։ Ոյ։ Ինչ-որ մի բան ինչ երեցի, հա, երևի, սպասեք ըլը։ Չէ, երևաց։ Եվ այսպես, կաշ հայավարի պարզ բառերով, կոինը, չագերտավոր, երկրի արժույթն են, դրամ, ռուբլի, դոլար, եվրո, տոկենը, ժետոն կամ ֆիշկա։ Օրինակի համար, միշտ ասում, տոկենը դա նույն ձեր մետրոյի ժետոնն է։ Մտակ մետրո, Երևանում առակ ձեր գումար դիմաց ժետոն եւ կարող եք տեղաշարժվեք մետրոյի մեջ։ Այս ժետոնը տոկենն է մետրոյի։
գնացիք կազինո, արագ դրամարկղից ֆիշկեք եւ խաղացիք, ինչքան ուզում եք կրվավ, կրեցիք, խաղացիք խաղատանը։ Դա հենց ֆիշկեն է, դա կազինոյի տոկենն է։ Այսինքն դա օգտագործում են որոշակի հավելվածների եւ հաստատների վրա տոկենը։ Սա պարզ է։ Իսկ հիմա բերեք մի քիչ խոսենք խելացի պայմանագրերի մասին, անգլերեն smart contract, սա ինչ բան է եւ ինչի համար է սա մեզի պետք։ Եվ այսպես, ինչ է smart contract-ը, խելացի պայմանագիրը։ Խելացի պայմանագիրը պարզ բառերով թվային պայմանագիր է, որն ավտոմատ կերպով կատարում, վերահսկում եւ փաստաթղթավորում է որոշակի իրադարձություններ։ Այն աշխատում է բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա։ Նման պայմանագրերը թույլ են տալիս ավտոմատացնել բազմաթիվ գործընթացներ, որոնք նախկինում պահանջում են մարդկանց անմիջական մասնակցությունը, իսկ հիմա դա անում է առանց մարդկային գործոնին, այսպես կար։ Խելացի պայմանագիրը լայնորեն օգտագործում են կրիպտոարժույթների շուկայում եւ ոչ միայն նրանց հիմքում ընկած ապօրինացված փոխանակումներն են, որտեղ օգտվողները կարող են փոխանակել իրենց կրիպտոարժույթները առանց միջնորդների։ Այսինքն կոդավորված smart պայմանագիրը կոդ է, ծրագիր է, որը անմիջապես կպցվում է բլոկչեյն համակարգի մեջ եւ այլևս չեն կարող այդ բլոկչեյնի մեջի տվյալ այդ կոդը չնջել, փոխել, հեռացնել։ Всё, մի անգամ դրեցիք եւ վերջ։ Եվ առանց մարդկային արդեն գործոնի այդ ծրագիրը աշխատում է ավտոմատ 24 ժամ ամեն վայրկյան։ Հավերժ կարելի ասել, քանի կա բլոկչեյնը, smart պայմանագրերը աշխատում են առանց պրոբլեմի։ Եվ արդեն կամաց հասանք կրիպտոբորսաներին, մինչև այստեղ ինչ հարցեր կա, մտ գրեք, եթե հետաքրքիր է գրեք, հասկանալի է 5, եթե հարց կա, անմիջապես գրեք, մինչև ասեմ ես հաջորդ մասը, կրիպտոբորսաների մասը, եթե դու եք 5, դու եք չգա 2, դա էլ թվանշան լավ է։ Okay. Եթե հարց կմնա, վերջում կարող եք միացնել միկրոֆոնը կամ գրեք, ես հարցին կպատասխանեմ։ Եթե ես կամ բանից հետո հարցեր կմնա, դա համար արխային։ Okay, շնորհակալություն։ Եվ այսպես մի քիչ խոսենք բորսաների մասին, կրիպտոյի մասին խոսքը։ Ով գիտեր, որ կրիպտոբորսաների մեջ կա տարբերություն։ Ով գիտեր, եթե գիտեք, գրեք պլյուսներ, որ կան տարբեր ծագում ունեցող բորսաներ կրիպտոյի մասին։ Միքայելը, պլյուս, ելով գիտե։ Սաղը, սուպեր։ Okay, լավ, ստանջեմ ձեզ։ Ուրեմն ձեր մոտ նշեք, ժողովուրդ։ Բորսաները երկու ձև են լինում։ Ոչ թե անունների մասն է խոսքը, այլ իրանց ծագումով։ Կա կենոնացված կրիպտոբորսաներ, անգլերենից CEX, Centralization Exchange, դա առցանց հարթակ է թվային ակտիվների արհեստների համար, որը ղեկավարվում է, լսեք ուշադիր, միջնորդ ընկերության կողմից։ Այսինքն գիտենք, կա այդ հարթակը ունի այդ բիրժան, ունի տեստ, իրական, որպես կամպանիա, լիցենզիա, որտեղ գրանցված, գիտենք դա։ Ոնց որ օրինակ գիտենք Binance-ի մասին, Bybit-ի մասին, OKX-ի մասին, գիտենք որ այդ բիրժան ով է հիմնադիրը, ինչ ազգ է, որտեղ է գրանցված այդ բիրժան, ունի լիցենզիա, ունի իր կրիպտոբորսան հարթակը, ունի բորսայի մեջ գտնվող կրիպտո դրամապանակը, ունի սեփական բլոկչեյնը, ոնց որ Binance-ն է, ունի սեփական BNB coin-ը, ոնց որ Binance-ին է, գիտեք այդ ամեն ինչը։ Այստեղ ուղղակի պետք է, որպես մենք հիմա գրանցվենք Binance, մենք պետք է անպայման անցնենք վերիֆիկացիա,
կոչվում է KFC, իմացիր քո հաջախորդին, այդպես է թարգմանում KFC, եւ արդեն քեզ օրինակի համար ֆինանսը ճանաչված ամենամեծ կրիպտո հաշտագը բորսա, որտեղ օրեգան միլիարդ դոլարից ավել արվում է գործարք։ Եվ այս բորսայի տերը ուղղակի գործարքների չնչին տոկոսից իր եկամուտն է։ Առար, վաճառեցիր, շահեցիր, դժվար, իր համար միևնույն է։ Ինքը change-ի ժամանակ է փող վաստակում եւ օրեգան վաստակում է միլիոններ հենց այդ կրիպտո բորսայի տերը ֆինանսի օրինակի համար։ Այստեղ առաջարկում է բարձր արագություն, գործարքների դոլարով կարելի առնել, եվրոյով, ինտերֆեյսը նման է սովորական բանկինգ։ Okay, բանկի, այսինքն ձեր ամբողջ բազան մի հարտակի մեջն է գտնվում։ Գիտեն ով է այդ հարտակից օգտվողը եւ հետո հարց վաղը օրինակի համար 22 թվականին նույն ձևի կրիպտո բորսա, որը գրանցված բորսա էր, կոչվում էր FTX, ասեք նայ, որի տերը չիմիշ մախինացիաները, այսինքն այդ ներդրողների ակտիվները, USDT-ները, չգիտեմ դեռ բիտկոյնները, ինչ որ իր ազնական շահերի համար օգտագործել եւ ստուգման ժամանակ երբ անցավ աուդիտ եւ հայտնաբերվավ որ տվյալ այդքան ակտիվներ չկա, որ ինքը ներկայացրել է, առան ցերկից լիցենզիա եւ մինչեւ այսօր հատական գործ է կնում հագե FTX բորսան համար երկուսներ ֆինանսի հետո եւ մինչեւ այսօր պարկ է միլիոններ դոլար պարկ է FTX-ի տերը դրա համար ասված չնե ֆինանսը կամ Bybit OKX-ը լուրջ բորսան են փակվել եթե հանգարտ ինչ-որ եղավ պրոբլեմ եւ փակվեցին տվյալ բորսաները եթե ունեք դուք ակտիվներ կրիպտոարժույթներ տվյալ բորսայի համակարգի մեջ գտնվող կրիպտո կաշիրոկի մեջ ձեր գումարը բորսայի միասին չաու սա իմացեք հիմա բերեք խոսենք հաջորդ բորսայի մասին տեսակի մասին հաջորդ տարբերության գրանցված բորսաներին կոչվում է աբրգրանցված բորսա DEX Decentralization Exchange անգլերենից այստեղ ուրեմն սա հարտակ է որտեղ նույն ձևի ամբողջը կատարվում է բլոկչեյնի հիման վրա այսինքն չկա ադմինիստրացիա չկա տեր չկա իրական եւ այստեղ չի պահանջվում ձեզ իտարբերության այն բորսաների ասենք վերիֆիկացիա ուղղակի ձեր տվյալները ձեր ազնագիրի նկարը չկա նման բան այստեղ չկա USB չկա կրիպտո կաշիլոկ որ իրենք են հսկողը այստեղ բոլորը աշխատում է բլոկչեյնի հիման վրա smart պայմանագրով է աշխատում եւ դուք առանձին ունենալով ձեր կրիպտո կաշիլոկը կարող եք ինչպես են PancakeSwap, Uniswap, բորսաները, Orsa բորսաները ձեր կաշիլոկից գործարք առնեք, վաճառեք եւ ձեր գումարը միշտ ձեր կաշիլոկի մեջն է մնում։ Եթե հանգարտ դաժե PancakeSwap-ը, որը համար 1-ն է համարվում ավելացված բորսաների մեջ, օրեգան միլիարդից ավել գործարքի արվում ֆինանսի նման Եթե հանգարտ ասված չլինի վաղը փավի PancakeSwap-ը, պրոբլեմ չկա։ Ձեր գումարը ձեր մոտ է միշտ մնում իտարբերության ֆինանսի կամ Bybit-ի։ Սա պարզ է։ Եվ հիմնական կրիպտոարժույթ բորսաների տարբերությունը։ Օրինակի համար, տեսնում եք ձեր էկրանին, յուրացված բորսա CEX-ը, վստահում եք օրինակի համար սա է շուագի նկարն եմ կդետ ֆինանսի Հինադիր նկարն է, այսինքն ֆինանսի տերն է կառավարողը։ Եվ ավելացված DEX կրիպտո բորսաները վստահում եք մեկ խելացի պայմանագրերի smart contract, այս տարբերությունն է։ Ես եմ ասում, որ հիմա որ ունի ֆինանսի մեջ փող, բազելով գնացեք, փողերը հանեք, չէ։ Իմացեք, որ ռիսկը միշտ է կա, Ուղղակի իմացեք, որ տարբերությունը որն է, ավելի լավ է ես առանձին ունենամ կրիպտո կաշիլոկ, MetaMask, Trust Wallet,
token, pocket, դրանք կենոնացված կրիպտակաշոկներն էլի չունեն տեստիրական, չկա այնտեղ տեխպատիեժ կա, վերիֆիկացիա, լավ է պայեմ ես կաշոկից վրա իմ կրիպտարժութներս, ուզում եմ անեմ գործար, վաջարեցի, բայց գումարս միշտ իմ մոտս է, ոչ թե բորսայի մեջի կաշոկից մեջն է, որը մի քիչ ապասն է ռիսկային է, այդ կան մոմենտը, սա պարզ էր։ Եվ վերջում հարգելիներս ես ասեմ ինչ-որ խոսք է տվել յուրաքանչյուր ոլորտում կարելի է գումար վաստակել նաև այստեղ քանի որ կրիպտոարժութների ոլորտը նոր ոլորտ չէ բայց մեզ համար նոր շուկա է նոր ենք մենք կամաց այդ ամեն ինչ հասկանում ասեմ ավելին ես իմացա, որ այս վերջերս իմ կարծիքով անցած տարվանից Հայաստանի Պոլիտեխնիկ ինստիտուտում բացվել է բլոկչեյն տեխնոլոգիայի բաժին, որտեղ որ ուսանողները պետք է 4 տարի սովորեն այդ ոլորտի մեջ դառնան ծրագրավորող։ Քանի որ բլոկչեյնի ծրագրավորողը եւ ուղղակի ծրագրավորողը որ կոդ է գրում, տարբեր են բլոկչեյնը նախ թանկ հաճույք է, որպեսզի բլոկչեյն ստեղծեմ ես, ինձ պետք է մոտ 30-50 միլիոն դոլար, որպեսզի ես կարողանամ իմ սեփական ստեղծեմ բլոկչեյնս, եւ դրա համար պետք է ունենամ լուրջ ծրագրավորողների թիմ, ովքեր որ ինը բլոկչեյնի պրոգրամիստներ են, հասնում են բլոկչեյնից, քանի որ հիմա այդ դուք ունեք ծանոթ հարցրեք, եթե պրոգրամիստ է լուրջ, ապա փաստ չէ, որ ինքը ծրագրավորող է լավ եւ հասկանում է բլոկչեյնի մեջ դա այդքան այդպես չէ։ Ինքը կարող է իր ոճի մեջն է լավ ծրագրամի իր ոլորտի մեջ, բայց անպայման չէ որ յուրաքանչյուր ծրագրամիստ իմանա բլոկչեյնի ծրագիրը այդ ոնց են գրում, դա տարբեր է, լուրջ է դա։ Դրա համար սա լուրջ ոլորտ է եւ այստեղ կարելի է կրիպտո բորսաներում կարելի է գումար վաստակել, այո, կարելի է այստեղ վաստակել գումար մի քանի տարբերակով։ Առաջինը տրեյդերство, այսինքն տրեյդեր եք, սովորում եք տրեյդերությամբ, առնում եք, վաճառում եք, swap, futures-ներ, այնտեղ կարելի է տնեք staking, rating, բառերը այդքան միական չեն, այսինքն պետք է երկու տարբերակ կա։ Անեմ ակտիվ գործողություն, սովորեն, առնեմ ծախեմ, ինքս գումար կորցնեմ, վաստակեմ, եւ կա պասիվ եկամուտի աղբյուր։ Այսինքն գումարը սպանում եմ տվյալ բորսայի մեջ, մասնակցում եմ տվյալ pool liquidity մեջ, որտեղ գումարը տվյալ բորսան աշխատացնում, վարկի տեսքով ավանդի պես է դնում տվյալ բորսայի մեջ իմ գումարը, ինքը ավանդի պես է փոս աշխատացնում եւ ինձ տալիս է տոկոս բանկային կառույցի նման։ Բայց այստեղ կարելի է ի տարբերության սովորական բանկային ավանդների, այո, հիմա կասեմ, հաճան, դու չես ասում, որ եթե ամիսը 10% տարվեր գումար են խոսք տալիս, ուրեմն ֆինանսական բուրգ է, ասել եմ, բայց ոչ կրիպտո արժույթների ոլորտում կրիպտոարժույթների ոլորտում կարելի է ամիսը ոչ թե 10, այլ 20%, 30%, 50% կարելի է գումար վաստակել։ Եթե մասնագետ ես, եթե հասկանում ես ինչ պետք է անեն, խոսքը չի գնում միայն բիտկոյնի մասին։ Արդեն բիտկոյնը անտավ է այդ աշխարհը։ Հիմա չես կարող բիտկոյն առնես, մի քիչ պայես եւ վաճառես եւ վաստակես, ասում են X, 3X, 3 անգամ ավել փող բզա։ Խոսքս այդ կրիպտոների մասին է, որոնք որ մատղաշ տոկեններ են, նոր են մտնում կրիպտոբորսաներ, կոպեկներ արժեն, բայց ունեն տենդենս աճելու եւ կարելի է այդ մոմենտը գտնել, առնել, հետո արագ վաճառել, եթե մենք հասկանում ենք կամ կարելի է գտնել ուսումնասիրել պլատֆորմաներ, կրիպտո համակարգեր, որոնք որ ունեն լիզինգային համակարգ, տալիս են վարկ, կրիպտոարժույթների ոլորտում բիտկոյնի գրավի դիմաց վաստակում են լավ տոկոսներ եւ հետներս կարող են կիսվել եւ նրանք, եթե նրանք աշխատում են smart պայմանագրով,
Իսկ չկա մարդկային գործոն, որ կարելի է հիմա էկրանի վրա կարելի է դրա գործակը ստուգել, մեզով է գումարը փոխանցել, այդ գումարը եկել է որտեղից, այդ որտեղը ով է, մարդ է, բորսա է, smart պայմանագիր է, եթե մարդկային գործոն են, այդ մարդը ինձ փոխանցեց, այդտեղ ստոպ, ես չկամ, որտեղ այդ մարդը վերջ առաջ, եթե կամ գումար է քեզ խոստալիս, կարող է քծել, եւ ինքը տակ տալով քո փորը տակ տա։ Եթե smart պայմանագիր է, որտեղ գրված է այսքան տոկոս, պետք է փոխանցվի այս հաշվին։ Այդ դեպքում կարելի է մտածել, թե այդ տոկոսը ով է տալիս, որտեղից է գալիս։ Նման համակարգեր կան, եթե ցանկություն կա վերջում հիմա որպեսզի ռեկլամ չանեմ, կարող ինձ դիմեք գրեք վերջում առանձին ազնականով, ես կասեմ որտեղ կարելի է այդ ամենը ուսումնասիրել եւ փորձել ինչ-որ փոքր աննշան գումարով որպես սպորտիվ ինտերես փորձել։ Եթե լավ է, ուրեմն լավ է, եթե լավ չէ, ուրեմն թքած։ Սա այսօրվա թեման չէ։ Եթե ուզում եք կասեմ հետո առանձին ազնական Այս միջև այստեղ ինչ-որ հարցեր կա, հա, ամենակարևորը այ գրել եմ կարմիր բառերով, հիշեք, միշտ կան ռիսկեր, չկա ոչ միտեղ գարանտիա։ Եթե մեկը ձեզ գարանտիա է կայնած, ասում է ես գարանտ եմ, քեզ այսքան գումար դիր, այսքան կա քեզ տոկոս, ես գարանտիա եմ, կաբանյան գարանտիա է, ֆլան բանը գարանտիա է, սուդ է։ Տվյալ մարդը կամ հիմար է, որ չեմ կարծում, կամ ինքը սդախոս է, մաշենիկ, ավելի շուտ երկրորդ տարբերակն է, ինքը խապեպա է, ոչ մի բիրժա, առավել ասեմ, ոչ մի բիզնեսի մեջը, այդ չեմ ասում կրիպտայի ոլորտում, չկա ոչ մի գարանտիա, ռիսկերը միշտ կա, դրա համար, եթե ինչ-որ ուզում եք տեղն փորձեք, պասի դեգամուտ, փողը փող բերել և այլն, փորձեք, բայց անպայման այն ազատ, ձեր ազատ գումարով, փոքր ազատ գումարով, որ վերջի գումարը չէ, ձեր վերջի հացի փողը չէ, ոչ մի վարկ, ոչ մի գրավով չէ միշտ փող, ոչ մի բան, դրեք այն փոքր գումարը, 5000 դրամ է, 10 դոլար է, 20 է, 100 է, չգիտեմ, որը եթե հանգարց կորցնեք, շատ չեք հուսահատվի։ Դա որպեսզի փորձնական տրեյնինգի համար եմ ասում, որտեղ ուզում եք փորձել։ Եթե վստահ չեք, քրկել չի հասնում, ավելի լավ է հեռու մնացեք։ Դրա համար այսքան բան չի համար եմ պատմում։ Մեր հայ ժողովուրդը ումեդր խոսում են, մարդիկ հայ քսված են։ Չեմ դեռ տարբեր հիմա չեմ ասում անները Հայաստան բացվավ, հավաքված փողերը, մի տան հեզանիֆի արենդա էր, ֆլան պեֆան էր, լուպեր, հելո պիտ էր, ֆլան պեֆան էր, բասավ փարվավ, ճիշտ է, դի հայ պասվի, պարաս տեղեք, հայ կայդ գովազդը, պարաս տեղեք, հետուք ինվորմացված չեք, դու զինված չեք, վсё, իսկ այսօրվա այս տրեյնինգի նպատակը ինվորմացվեք, որ եթե տվյալ առաջարկը, այդ տվյալ մարդու չունի հիմք, Եվ ես չեմ կարող թափանցիկ ստուգեմ, ով է գումարը փոխանցում, smart պայմանագիր է, բորսա է, այդ բորսա քանի միլիարդ բորսա, ինչ բորսա է, ոնց է ամենը արվում, ուրեմն լավ է հեռու մնացեք եւ այդ ձևով դուք ձեր փորերը փրկեք։ Իսկ հիմա իմ խոստովանած մի քանի այստեղ մադամ ասեք, այս փոխած էկրանս կերված էր մոտ։ Չէ, չերված, մի րոպե հիմա։ Prекратить. Հա, հիմա մի վարգյան, բայց ես փոխեցի էջս, դրա համար հիմա ձեր մոտ կտեսնեք, արդեն մի ցույց տամ ռեալնի ձեր մոտ կտեսնեք ռեալնի սայթերը, եղավ ձեր մոտ սայթը, երևաց թե չէ, այս ինչ եղավ, այս ուր ախվեր, սպասեք չէ վաշկիս, Adminatам, Ила, прекратить, մի հատ փոխենք կրան։
Ինձ պետք է ուղղակի այս սայթն է ինձ պետք, այստեղ է ինձ պետք։ Так. Անեմ սրամները, այս է պետք է։ Իսկ հիմա երևա, չէ արդեն։ Եթե այլ մատեմ գրեք, խնդրում եմ ձեր հինգեր, հա։ Всё, շնորհակալ։ Հիմա նայեք, ես այս համար պատրաստել եմ նորվայի մասած հենց կոնկրետ այդ 4 բլոկչեյնի սայթերը։ Այս սայթը blockchain.com-ը հենց առաջի հին սայթն է, Bitcoin-ի սայթն է, որտեղ որ չկա smart պայմանագիր։ Բոլոր smart պայմանագիրները հենց կանգնած Վիտալի Բուտերինը, որը այս հին Bitcoin-ի blockchain-ը ուսումնասիրելով ստեղծել Ethereum իր կրիպտոարժույթը, իր սեփական Ethereum-ի հիման վրա իր blockchain-ը եւ ինքը առաջինն է, որը ստեղծելով իր սեփական blockchain-ը թույլ տվեց բաց կոդով արդեն ստեղծված blockchain-ի հիման վրա գրեն մարդիկ գերությունները իր smart պայմանագրերը տոկենները ստեղծեն blockchain-ի հիման վրա, որը չունի հնացած blockchain-ը Bitcoin-ի, սա հենց Bitcoin-ի blockchain-ը։ Իսկ հիմա մենք տեղափոխվենք BNB, սա արդեն blockchain-ը հենց Binance-ի blockchain-ն է, Bezos կար, հետո ձեր փոխանցումը կատարում եք BEP 20 այդ սետ ոնց է ցանցով, ապա դուք պետք է ստուգեք ձեր փոխանցումները հենց այս BEP 20-ի վրա։ Հիմա նայեք օրինակ ես սրա վրա հրաշքի դեմը օրինակի համար հիմա փոխանցման կետը վերցնեմ, այստեղ բացեմ любой դա բուստերի դերկանենք։ Հիմա ես մեկ պարաստի բացեմ, որ ցույց տամ ինչպես կարելի է Արգան չի ուզե բացվի։ Տեսնում եք, գրած է token transfer BEP 20։ Այստեղ պարզ կարող եք դուք անում եք գործարք, տեսնեք ձեր հասցեն, ձեր smart պայմանագիրի հասցեն, եւ կարող տեսնեք երբ են դες փոխանցել, կամ ես ինքնություն ում փոխանցել, տեսնում եք 18 վայրկյան, այստեղ տարբեր գործարքներ են, որը եթե դուք մի քիչ ունեք սեր, ունեք չեմ դեռ պատկերացում, կարող եք ձեր գործարքները մտնեք, եթե փոխանցում անում եք BEP-ի վրա, BEP 20-ով, եթե անում եք փոխանցումը Ethereum-ով, ERC 20-ով, այստեղ կարող մտնեք, նայեք ձեր փոխանցումները այստեղ։ Եթե անում եք Tron-ով, TR 20-ով, կարող մտնեք ստուգեք այստեղ ձեր փոխանցումները։ Այսինքն սա առանձին է Bitcoin-ի blockchain-ն է, սա BNB Binance-ի blockchain-ն է, BEP 20-ը, սա Ethereum-ի blockchain-ն է, ERC 20-ը հավաքում այդպես, սա է Tron-ի blockchain-ն է, TRC 20-ը։ Հիմա հարստան, քանի որ մենք ունեցել ենք այսօր չեմ ասով, հրյալ պատմություն։ Ես ձեր կազմիկով, եթե իմ գործարկս BNB վրա է, ես կարող եմ այս BNB այս ցանցով USDT կրիպտոարժույթ ուղարկեմ այս Ethereum-ի ցանցին կամ Tron-ի ցանցին։ Եթե այո, գրեք 5, եթե ոչ, գրեք 2։ Այսինքն BNB blockchain-ի ցանցով կաշլոկով ուզում եմ ուղարկեմ ես Ethereum-ի ցանցին։ Մարդը ունի Ethereum-ի կաշլոկ։ Իմ փողս BNB կաշլոկից կհասնի Ethereum-ի կաշլոկի տրվան ստացողին, այո թե ոչ։ Եթե այո, բեմալն եմ հասկանամ, եթե այո 5, եթե ոչ 2։
Դա մի անգամ է փորձենք։ Կամ կապ չունի, ես ունիմ Bitcoin, ուզում եմ ճամփեմ Bitcoin-ը BNB, կամ ճամփեմ Ethereum-ը ճամփեմ Binance, BNB վրա կամ ճամփեմ Tron, կամ հակառակը։ Այո, այսինքն ոչ, շատ ճիշտ եք, շատ խելացի։ Okay։ Յուրաքանչյուր blockchain, յուրաքանչյուր ցանց պետք է ուղղակի ինտեգրալ ցանցով, դե ցանցը նայ գրած է հավավումը, գրած է PEP 20, այսինքն BNB-ով է դա։ Ուրեմն պետք է ինտեգրալ մարտը ստացողը, եթե ունի PEP ցանց, պետք է ուղղակի ձեզ իր PEP 20 BNB կաշիլոկի հասցեն, այսպես հասցեն, այսինքն 0x եւ ֆլան, պեֆան եւ այլն, յուրաքանչյուր մարդ ունի իր այդպես հասցեն, եւ պետք է այս տղան հասցեն հենց BNB վրա եղնի, PEP-ի վրա։ Դե ձեր մոտ ունեք դուք Ethereum, ուզում եք ճամփեք մարդու Ethereum, այդ տղան մարդը պետք է ունենա Ethereum-ի կաշիլոկի հասցեն։ Յուրաքանչյուր կաշիլոկի մեջ կարող եք տեղադրել համ BNB հասցեն, համ Ethereum-ի հասցեն, համ Tron-ի հասցեն, ոչ որ դեր սովորական քարտային հաշվի համարն է, բանկային, կա չէ, մուլտի քարտ կա, որի վրա կարող տեղադրեք դոլար, եվրո, ռուբլի, դրամ, նույնը այստեղ է։ Յուրաքանչյուր կրիպտո կաշիլոկ մեջը կա ցանցեր, ուղղակի պետք է ավելացնենք BNB, Ethereum, Tron եւ ասեք այդ մարդուն, ինչով է ուղարկում, ասում պետք է ուղարկեմ հաճան TRC-ով, Tron-ով։ Դա համար ես այդ տվյալ մարդուն պետք է ուղարկեմ իմ TRC Tron-ից հասցեին փեշը, որպեսզի փողը տեղ հասնի։ Եթե տվյալ մարդը ինձ ուղարկում են BNB-ով, բայց ես տվել եմ տվյալ մարդուն Tron-ը, փողը այս blockchain-ի մեջ միտեղ գալիս լրվում է, հետ չի վերադառնում կյանքում, որտեղ մարդ չկա, smart պայմանագիր է, փողը չի կորում, բայց փողը տեղ չի հասնում։ Միակ տարբերակը այս տվյալ մարդը պետք է կաշիլոկի մեջ նաև BNB այս ցանցը ավելացնի, այդ ժամանակ արդեն նոր փողը կհասնի մինչև վերջ քո մոտ։ Եթե ոչ, կմնա օդի մեջ միշտ այսպես չի կորի, բայց փողը տեղ չի հասնի։ Սա պարզ է։ Եթե պարզ է